Ակտիվի մյուսը ռադիոայբն է Ֆրանսիայում, որտեղ չգիտեմ, մոռացանք ասենք, որ ես հյուրընկալվել եմ այնտեղ հունվարի Ես էի ուզում հարցնել ոնց անցավ հանդիպումը։ Շատ լավ։ Ես դեռ 87 թվականին եմ հյուրընկալվել ռադիոայբին։ Ես կասեմ այնտեղ դուք չէիք ասել, այո, հրաշալի մասնագետներ են, նրանց հետ 1 տարի ուշ եմ ծանոթացել ձեզնից հետո, այդ երկու հարթակներում ուղղակի մեծ հաճույքով եմ ելույթ ունեմ, բայց ունեմ 5-6 հիմնական գործընկերներ, յուրաքանչյուրը իր ձևով հետաքրքիր է իմ գործընկերային հարաբերությունում, յուրաքանչյուրն իր տեղն է, բայց որ դրական մեկնաբանումներ են լինում, որ ագրեսիվ խոսելավոճ չի լինում, բառամթերք, հա, այստեղ մեկնաբանություններ, որոնք ուղղակի գցում են ընդհանուր հաղորդման ֆորը, ձեր մոտ է եւ ռադիոայբում է, շնորհակալ եմ ձեզ, սիրելի հետևորդներ, ես այսպիսի արդյունք ամենայն դեպս չէի ակնկալում, ուրախ եմ, որ մեր հայրենակիցները մի ստվար հատվածը 10,000 հոգի ամենակիչը դիտել էր, բավականին մոտ 70-80% դրական պատասխաններ, որ նրանք տոգորված են այսպես հոգով, սրտով սիրում են աստղաբանությունը, թե ինչքան դրական մեկնաբանություններ լինում, որ ես կազմել եմ քարտեզները եւ հիմնականում իմ մոտեցումը, իմ մեկնաբանումները շատ մոտ է եղել իրականությանը, դա միանշանակ է կարող է մեր հետևորդները կարդալ մեկնաբանություն եւ կհամոզել։ Ես ավելին ասեմ, մեզ ինչ մեկնաբանություններ են ուղարկում, Գայանեին ավելի հաճախակի հրավիրեք, ասում եմ սիրելիներս զբաղված է, այդ կինը չի կարող կիսվել մի քանի մասերի։ Մանավանդ շատ հագեցած է ձեր օրը։ Այո, բավականին հագեցած է։ Ես ինչպես հիշում եմ մեր հետևորդները 1 տարի առաջ արդեն իմ ալիքն ունեի, ինչ ձեր հետ հանդիպել է։ Արդեն իմ YouTube-յան ալիքն է, այնտեղ էլ բավականին հետաքրքիր, նույն կոնտինգենտն է գալիս, այնտեղ արդեն 10 միլիոնը հատել է դիտումները։ Ես ասեմ, որ ինձ հետևող մասսան, հետևորդների այդ մի խմբականակը նրանք բավականին գիտակ են աստղաբանությամբ։ Երբ որ նրանք կապվում են ինձ հետ, ասում են որտեղ եք սովորել, ասում եմ ձեզ հետ եմ սովորել։ Ձեր դպրոցն է։ Այո, on-line դպրոցն է։ Եվ ես չեմ խնայում ինֆորմացիան տալիս։ Այնպիսի ինֆորմացիան, եթե հետևեն այստեղ մասնագիտական կողմնորոշման իմ հարթակում, նաև կարող է այնտեղ այնպիսի մի նուրբ հատվածում, այնպիսի մի բան ասեմ, որ հենց կպնի նրանց սրտի թելի։ Մի տղա էր ինձ գրել, ասում եմ, այ անցած անգամ խոսել եմ հիվանդությունից, այսօր կարճ կարող եմ ասել հիվանդությունները, հա, հետո մյուս անգամ մրցակցային այդ հատվածը, ասում եմ, ես այծեղ ջուր եմ, գաղտնի մասնագիտություն եմ սովորում, գրել էր ինձ, եւ ոչ ոք չգիտի դրա մասին, եւ դրա հետ կապված ես մաշկի ցան ունեմ, ցավում է իմ ողնաշխարհը, ասում եմ, ես ման եմ գալիս